Կառավարությունը 13 միլիարդ դրամ հատկացրեց 58 կիլոմետր ճանապարհների նորոգման համար, 58-ից 1 կիլոմետրը միջպետական, 27-ը հանրապետական և 30 կիլոմետրը մարզային ճանապարհներ են։ Վարչապետը թվարկեց ճանապարհաշինական ծրագրերը, անդրադառնալով նաև Գանձաքարից ակար 35 կիլոմետր վերակառուցված ճանապարհին, որը երբեք ասֆալտապատ չի եղել։ Գանձաքար բնակավայրից, որպեսզի շարունակվի, Իջևան է մտնում եւ կապվում է Մայրուղուն, դեպի Մայրուղի տանող երկու ճանապարհ կա։ Ճանապարհներից մեկը ընդհանրապես անցանելի չէր գործնականում, արդեն Գանձաքարից Իջևան վերևի ճանապարհը, երկրորդ ճանապարհը նորոգվում է եւ շարունակություններն էլ կարեւոր է, որ նորոգված են, միջև Մայրուղի հասնելը նորոգված են եւ գործող ճանապարհն էլ առաջիկայում պետք է նայենք, որպեսզի իհարկե ծանրաբեռնվածություններին համապատասխան։ Գործող ճանապարհի հետ կապված ունենք պլաններ։ Գանձաքարից Այգեստան տանող փողոցը ամբողջությամբ ավարտված է, մնում է գծանշման աշխատանքները։ Ավարտվել է արդեն։ Ամբողջությամբ ավարտված, այո։ Գծանշման աշխատանքներն են մնում։ Հախումի երկրորդ կամրջի աշխատանքները կավարտվեն մինչև աշուն։ Վարչապետը հորդորեց արձակուրդները օգտագործելով անպայման անցնել ճանապարհով, նաև վերակառուցված Երևան-Ճամբարակ Թթուջուր Նավուր ճանապարհով, որը Բերդ տանող ամենակարճ ուղին է։ Նավուրի հատվածի մրցույթը հայտարարվել է։ Ներդրողների ուշադրությունը հրավիրում եմ թե Գանձաքարի Ծաքարի վրա, թե Թթուջուր Նավուրի վրա, եւ մեր խնդիրն էլ պարոն Խաչատրյանն է, որ ներդրումները մեր տրամաբանության ներդրումային ծրագրերի ձևաչափով քննարկելը շատ օգտակար կլինի, որովհետև փաթեթով նաև այնտեղ որտեղ հողերի նպատակային նշանակության փոփոխության հարց ունենք, այդ հարցն էլ լուծենք։ Վարչապետը կարևոր համարեց նաև Մայլեր լեռնային հանգստավայր տանող 3 կիլոմետր ճանապարհի կառուցումը, որն այս տարի կավարտվի։ Ըստ վարչապետի ապրիլին երկրում զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 39%-ով։ Հունվար-ապրիլի ցուցանիշը 2025-ի նույն ամիսների համեմատ աճել է 34%-ով։ Ավելացել են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության տնտեսությունից եկող, այլ նաև Հնդկաստան, Իտալիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Չինաստան, Գերմանիա, Ուկրաինա, Իրան, Վրաստան, այսինքն մենք աշխարհագրությունը բավականին լայն է, ավելացել է։ Հույս ունեմ, որ զբոսաշրջային ոլորտի մեր ներկայացուցիչները, մեր հարգելի գործարարները, այդ թվում մարզերի շատ ուշադիր կլինեն այս վիճակագրության նկատմամբ, որովհետև ի վերջո այս ամենը դրամական հոսքեր են եւ մեր հարգելի եւ սիրելի գործարարները իրենք պիտի ջանք գործադրեն, որպեսզի այդ հոսքերից իրենց ճիշտ եւ արդար մասնաբաժինը ստանան։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր համարեց հանգամանքը, որ Հայաստանի տեսարժան վայրերից շատ ավելի զբոսաշրջիկին տպավորում է մարդկանց ջերմությունը։ Սա ըստ էության ամենամեծ կապիտալն է, որը Հայաստանի Հանրապետություն ունի, խոսույթը մեր մասին ինչ է, որ մենք ռեսուրսներից դե աղքատ երկիր ենք, հիմա մենք մեր այնպիսի ռեսուրսներ ենք բացահայտում, ասենք սա ռեսուրսը հասկանում եք, երբ որ զբոսաշրջիկը գալիս ասում է գնում է Գառնի, գնում է Գեղարդ, գնում է Սևան, գնում է Նորավանք, գնում է Ամբերդ, Սմբատաբերդ, Լոռիբերդ, այդ մեզ համար են հուշարձանները շատ տպավորիչ։ Բայց մարդուն ասում ես, դե լավ այսքան պատտվեցիր, ինչի՞ց ամենաշատ տպավորվեցիր։ Ասում եմ մարդկանցից։ Սա հասկանում եք ինչ արժի, ինչպիսի մեծ արժեք է, ինչպիսի մեծ կապիտալ է, որը կարող է միլիարդներ, տասնյակ միլիարդներ ներդրումով դա հնարավոր չի ստանալ։ Բայց այս կապիտալի արժեքը տրիլիոնների արժեք է, այլ բան, որ մենք դա կարող ենք դարձնել բարեկեցություն հենց իրենց մարդկանց համար։ Սրանում է ամբողջ խնդիրը։ Եվ մեր ռազմավարությունները հենց դրա վրա հիմնված են, որովհետև այո, նման մարդիկ չպետք է վատ ապրեն, նման մարդիկ պետք է լավ ապրեն, խաղաղ ապրեն, անվտանգ ապրեն, երջանիկ ապրեն, բայց սրա համար մենք պետք է հասկանանք, որ ելի եմ ասում, սրանք միլիարդների հոսք են դեպի Հայաստանի Հանրապետություն, մենք մարդկանց պետք է օգնենք կրթությամբ, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, 10-րդ հերթին կրթությամբ, երկրորդը ճիշտ կարգավորումներով։ Զբոսաշրջային բում ունենք, թվերը վարչապետի խոսքով նշանակում են հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր, բիզնեսի հնարավորություն։ Ճանապարհների նորոգման անդրադառնալով վարչապետ Փաշինյանը կարևորեց հանրությանը պատշաճ իրազեկումն այն դեպքում, երբ նորոգված ճանապարհին կրկին շինաշխատանքներ տեսնեն։ Նշվեց, որ կառավարությունը որակի ստանդարտի հարցում նախանձախնդիր է եւ բյուջեից կրկնակի ծախս չի արվում։ Նախորդ տարիներից արված շուրջ 20 ճանապարհահատվածներ կան, որոնք արվել են եւ շինարարին ամբողջությամբ չեն վճարվել այդ աշխատանքների համար,
որակի հետ կապված խնդիրներով, դրանց իհարկե մի մասը դատական, ուրեմն դատարանում է գտնվում այդ գործերը, բայց պիտի ավելացնեմ նաև, որ վերջերս ջերմուկ գնացող ճանապարհի հետ կապված մենք որակի երաշխիքն ենք շինարարից պահել, հիմա նախագծման փուլում ենք եւ այդ ճանապարհը պլանավորում ենք լայնացումով հիմնանորոգում իրականացնել։ Վարչապետը անդրադարձավ Երևանի եւ Գյումրիի ճանապարհներին, նշելով, որ այն դեպքերում, երբ քաղաքային իշխանություններն ինչ-որ պատճառով որոշում են մեկուսացած աշխատել, կառավարության հետ նորմալ չգործակցել, հետևանքները երևում են։ Դրա հետևանքները երևացին եւ Երևանում եւ Գյումրիում էլ ահավոր ձև են երևում։ Ես այն օրը մի հատ ահավոր տեսարան էր, երբ որ Գյումրիի անի թաղամասում, սենց փոսերի միջով ուղակի երթևեկում ես, Գյումրիից դուրս եկար գերազանց որակի ճանապարհը։ Այս ամեն ինչը նրա հետևանք է, որ քաղաքային իշխանությունները երկար ժամանակ եւ այսինքն ինչ չգիտեմ, ինչ նկատառումներով չեն համագործակցել, այսինքն փակված ինչ են մտածել, չգիտեմ, նույնն էլ Երևանում։ Եվ բայց հիմա ինչի համար եմ ասում։ Հիմա այս տարվանից մենք մեր 500 կիլոմետր ճանապարհների տրամաբանության մեջ Երևանի համար պետք է 50 կիլոմետր ճանապարհ նախատեսենք։ Գյումրիի անի թաղամասի համար եւս ըստ վարչապետի ծրագիրն արվում է։ Նշվեց, որ Գյումրիի Շիրակացի փողոցի հիմնանորոգումը սկսվել է։ Սկսվում է Խորենացի փողոցի ասֆալտապատումը։ Բարեկամության օղակի եւ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարակից հատվածի նորոգումը ավարտվել է։ Գյումրիի շատրվանները, որ էլի մեր ծրագրերով է, չէ, իրականացվել, նորմալ շատ գեղեցիկ շատրվաններ ա ստացվել եւ արդեն իհարկե Ֆրանսիայի նախագահի այցի առիթով աշխատել էր, բայց պարոն Արուշանյան այնտեղ երաշտական մենյուին առանձնահատուկ ուշադրության անհրաժեշտություն կա։ Միջազգային հեղինակավոր կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026 կինոհամտես մրցույթը մայիսի 19-ից 23-ը Հայաստանում կազմակերպելու համար առաջարկվում է 684 միլիոն դրամ հատկացնել։ 30-ամյա փորձով մրցույթը մեր տարածաշրջանում առաջին անգամ կայացվի։ Ես ուզում ենք զբոսաշրջային բումը երկրորդ կրկնապատկենք, հա։ Ոչ միայն զբոսաշրջային, այլ նաև գինու արտադրության ծավալները ավելացնենք եւ արտահանում։ Միջոցառմանը կմասնակցի 65 երկրից մոտ 400 փորձագետ, այդ թվում 120 պոտենցիալ գնորդ, որոնք խանութների ցանցի տնօրեններ, ներկայացուցիչներ են։ Նախատեսվում են ցուցահանդեսներ, այցելություններ, գինեգործական ընկերություններ։ Գնահատելու են ավելի քան 60 երկրի ավելի քան 8000 գինի։ 8000 գինու իրենք պետք է փորձեն, ես այդ process-ին Չինաստանում տեսել եմ, չեն խմում, բայց փորձում են մրցույթի արդյունքներին զուգահեռ եւ ամփոփումից հետո լինելու են B2B հանդիպումներ, այդ թվում մեր B2B, այսինքն բիզնեսը բիզնեսի հետ։ Մեր 50 արտադրողը 120 գնորդի հետ նստելու են մի ամբողջ օր հատկացրել ենք դրանց։ Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գոլոյանի օգնականից բռնագանձված գույքը ամրացվեց պետգույքի կոմիտեին։ Գլխավոր դատախազը անդրադարձավ օրակարգումներ արված Նոր Հաչնի Քանաքեռավան գյուղի մոտ 20.6 հեկտար 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքը կոմիտեին ամրացնելու նախապատմությանը։ Գույքի նկատմամբ Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվել է ապրիլին։ Այն պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ձեռք բերված հաշտությամբ։ Դատախազությունը 2023-ին էր հայց ներկայացրել դատարան ընդդեմ Կարապետ Գոլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի եւ նրա կնոջ։ Հաշտությունը վերաբերում է հայցի միայն մի մասին, այս գույքին է վերաբերում, հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով մեր քաղաքացիական գործի քննությունը դատարանում շարունակվում է։ Վերջերս Վճռաբեկ դատարանը Կարապետ Գոլոյանի գործով կայացրեց նախադեպային որոշում եւ այս որոշումը ուղենիշային է ոչ միայն այս գործի համար, այլև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեր մյուս հայցերով։ Վճիռն օրինական ուժի մեջ մտավ 2026 թվականի ապրիլի 15-ին, սա ըստ էության երկրորդ օրինական ուժի մեջ մտած վճիռն է ապօրինի ծագում ունեցող գույքով եւ մենք Կարապետ Մուրադի Գուլյանից եւ նրա կնոջից Ռոզա Գագիկի Ծառուկյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր պետք է բռնագանձենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը այն չի, որ ով դեմներս դուրս գա գույքերը ձեռներից վերցնենք։ Մենք խնդիր չենք դնել որևէ մեկի օրինական գույքը իր ձեռից վերցնել։ Մենք խնդիր ենք դրել ապօրինի գույքը իր ձեռից վերցնել եւ վերադարձնել պետությանը, ապօրինի գույքի ձեռքբերման մի ամբողջ բանի արհմիության դեմ ենք մենք պայքարում, որը թարգմանաբար նշանակում է մաֆիա։ Ես դրա համար եմ ասում, որ մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, այսինքն պատկերացնում եք, չէ՞, միլիարդների գույքի մասին է խոսքը, ասում են, վայ, ես մի հատ ավտոյի մասին վարչապետը գրել է։ Գրել են, որովհետև ասել ենք հատիկ, կարող է պարզվի 2 զույգ կոշիկ ենք վերցրել, որովհետև հատիկ, այո, եւ առանձնատունը
եւ կոկորդինոսի կաշվից պատրաստված կոշիկի հետևից մենք գնալու ենք։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետն ու կառավարության անդամների մեծ մասը կլինեն արձակուրդում։ Ընտրությունների ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացումը, քաղաքացիների ազատ կամ արտահայտության ապահովումն ու ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունների բացառումը վարչապետը համարեց ամենամեծ առաջնահերթությունը, հորդորեց իրավապահներին չթուլացնել զգոնությունը։ Մեր իրավապահ մարմինները պետք է ուշադիր լինեն քաղաքական ուժերի քարոզարշավի համար բնականոն պայմաններ ստեղծելու առումով բնականաբար Հայաստանում վաղուց արդեն փակված են դահլիճների, հրապարակների հասանելիության հետ կապված խնդիրները։ Համապետական ընտրությունը պատշաճ մակարդակով անցկացնելու բոլոր նախադրյալները ըստ վարչապետ Փաշինյանի կան, համապատասխան ժողովրդավարության բոլոր կանոններին եւ ստանդարտներին, ապահովելու քաղաքացիների կամքի ազատ արձանագրումը եւ արտահայտումը։ Մայա Խաչատրյան, լուրեր։